Մայրենի 4-րդ դասարան, դաս 23։ Մարդու անունն ու գործը։ Ռուբեն Մարուխյան, 4 խնձոր, մաս առաջին։ Իմ այգում մի խնձորենի կա, որը երբեք չի ծաղկել։ Նա մտածեց մի ամբողջ ձմեռ, մի ամբողջ ամառ, մի ամբողջ գարուն և վերջապես զարդարվեց ճերմակ ծաղիկներով և ունեցավ 4 խնձոր։ Առաջին խնձորը բազմել էր ծառի ամենաբարձր ճյուղին, նա ամենագեղեցիկն էր։ Ամբողջ օրը արևի շողերը գուրգուրում էին նրան, թշիկները համբուրում, դրա համար էլ օր-օրի կարմրում էր, պսպղում։ Նա շատ հպարտանում էր իր գեղեցկությամբ, շարունակ շուռումուռ էր գալիս, որպեսզի լավ կարմրի։ Նրա անունը Հուրի էր։ Երկրորդ և երրորդ խնձորները մի քիչ ավելի ներքևի ճյուղերին էին բազմել։ Նրանք հարևաններ էին ու անընդհատ շխշխկում էին, փսփսում։ Տերևները ծածկել էին նրանց, և արևի շողերը համարյա երեսները չէին տեսնում։ Ամբողջ օրը նրանք ծիծաղում էին, նմանակում ծաղրում էին Հուրիին, որն արդեն ձանձրացել էր իր գեղեցկությունից։ Այդ խնձորներից մեկի անունը Շեկլիկ էր, մյուսինը Անուշիկ։ 4-րդ խնձորը, սիրտը շատ է ցավում այդ 4-րդ խնձորի համար, նա դժբախտ էր։ Կախվել էր ծառի ամենացածր ճյուղից, ոչ արևի երես էր տեսնում, ոչ էլ քամին էր խաղում նրա հետ։ Նրա մեջ ворդ կար, խեղճը ճյուղի վրա դողդողում էր, նրա անունը ոսկե շողիկ էր։ Ուղղագրական բառերն են երբեք, զարդարել, որպեսի, համարյա, զուգել։ Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ։ Ասույթ։ Մի գովիր մարդու տեսքը, այլ գովիր մարդու խելքը, իմաստությունը, գործը։ Ֆրիկ, միջնադարյան հայ բանաստեղծ։ Սիրելի գիտեմնիկ, նկատեցի, որ 3 խնձորների անունները իք կամ լիկ վերջածանցներով են կազմված։ Տեսնես ինչու է այդպես։ Սիրելի ինչուհի, այդ վերջածանցները նվազական կամ փաղաքշական իմաստ են հաղորդում բառերին։ Օրինակ, ձկնիկ, թոռնիկ, հաստլիկ, թխլիկ։ Դու ինքդ էլ համարյա ամեն օր լսում ես անունների փաղաքշական նման ձևեր՝ Արամիկ, Լիլիթիկ և այլն։ Այդպես էլ այստեղ է Անուշիկ, Շեկլիկ, ոսկեշողիկ։ Բառերի գանձատուփ։ Գրիր ճերմակ, շող, պսպղալ, դժբախտ, կազմել և արև բառերի հոմանիշները։ Ճերմակ, սպիտակ, շող, ճառագայթ, պսպղալ, փայլել, դժբախտ, ափերջանիկ, բազմել, փռվել, արև, արեգակ։ Գրիր դժբախտ, բարձր, շատ և երբեք բառերի հականիշները։ Դժբախտ, երջանիկ, բարձր, ցածր, շատ, քիչ, երբեք, միշտ։ Գտիր խնձորենի, գեղեցկություն, դժբախտ, անուշիկ բառերի ածանցները և նրանցով կազմիր մեկական բառ։ Խնձորենի բառի ածանցն է էնի, տանձենի։ Գեղեցկություն բառի ածանցն է ություն, կկազմենք երջանկություն։ Դժբախտ բառի ածանցն է դժ, կկազմենք դժգույն։ Անուշիկ բառի ածանցն է իգը, կկազմենք քաղցրիկ։ Գտիր և դեմ դիմաց գրիր տրված բառերի հակառակ իմաստն արտահայտող զույգ բառերը։ Համեստ, գոռոզ, մեծամիտ, ազնիվ, խարդախ, խաբեբա, հոգատար, անուշադիր, անտարբեր, բարի, չար, վատ, աշխատասեր, ծույլ, ալարկոտ։ Հարցերի և առաջադրանքների արգխիկ։ Տարվա որ եղանակի անունը չի հիշատակվում այս հատվածում։ Չի հիշատակվում աշնան անունը։ Որ խնձորն էր ամենագեղեցիկը։ Ամենագեղեցիկը ծառի վերևի ճյուղերի վրա գտնվող խնձորն էր, Հուրին։ 4-րդ խնձորն ինչու էր դժբախտ, որովհետև նա գտնվում էր ամենաներքևի ճյուղի վրա։ Նրա հետ չէին խաղում ոչ արևը, ոչ քամին, նա մենակ էր։
Խնձորներից որի անունը հավանեցիր, որը կառաջարկեիր փոխել։ Յուրաքանչյուրդ կարող եք ասել ձեր կարծիքը այստեղ։ 26, 73, 84, 101, 4000 թվականները գրիր բառերով։ Պատմությունների և հեքիաթների զամբյուղ, նկարագրիր գարնանային այգին։ Որևէ ծառի մասին կարդացածդ հեքիաթներից մեկը պատմիր։ Լեզվաբանի դասը։ Համեմատիր 4 խնձոր և 4 խնձոր, ինչ նկատեցիր։ Թվական։ Մաթեմատիկայում թվերը գրվում են թվանշաններով, իսկ լեզվում բառերով, որոնք կոչվում են թվականներ։ Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ և թվային կարգ կամ հերթականություն։ Օրինակ՝ 3 գիրք, 11 աշակերտ, 4-րդ դասարան, 2-րդ հարկ։ 11-ից 99 երկնիշ թվեր նշանակող թվականները գրվում են միասին, մեկ բառով։ 51, 64, 86, 99։ Եռանիշ և քառանիշ թվեր նշանակող թվականների բաղադրիչները գրվում են առանձին։ Օրինակ՝ 120, 211, 2009։ Առարկաների թվային կարգ ցույց տվող թվականները կազմվում են ժորդ ածանցով, 2, 3, 4 թվականներից, 2-րդ, 3-րդ, 4-րդ։ Երրորդ ածանցով 5 և նրանից բարձր թվականներից, օրինակ՝ 5-րդ, 13-րդ, 100-րդ։ Մեկ թվականից կազմվում է առաջին,